Ոսկե պետք է աշխատենք 2-3 միլիոն, մեր հարցերը լուծենք 4 միլիոն, ու հիմա ոչ մի բան չենք աշխատում։ Այս սեզոնին մի ամբողջ տարի են սպասել Արարատյան դաշտի այգեգործները, որ ամիսներով մշակած այգիների բերքը վաճառեն, մի քանի կոպեկ փող աշխատեն, կուտակած վարկերն ու պարտքերը փակեն։ Ամռան կիզիչ արևի տակ գյուղացիները հատ-հատ խաղում են թութը մեկիկ շարում ամանների մեջ, դեռ անցած տարի Արմաշի սև մարգարիտն արժեր 1000 դրամ։ Հիմա ջրի գինելի, ստիպված տալիս ենք, ինչ անենք։ 300 դրամ տալիս ենք տանողներին, 50-ած է սառ ունենք։ Միշտ արտահանել ենք, հիմա այս տարի չգիտենք ինչ անենք։ Ամեն առավոտ մի նոր հույսով են արթնանում գյուղացիներն Արմաշում, գուցե ինչպես նախկինում, այսօր էլ գյուղում հերթ կանգնած ֆուրեր տեսնեն, իրենց ծառերի թութը իրենց ուզած գնով արտահանեն։ Հիմա Արմաշեցու եկամուտը թութն է։ Օրինակ ես ունեմ թութ ունեմ, բերք ունեմ, պետք է հավաքեմ։ Ուզած չուզած պետք է հավաքեմ։ Նույնը կառավարությունն է, ուզած չուզած պետք է իրացնի հետ ապրանքը։ Տիկին Արևհատը 7000 մետր ծիրանի այգի ունի։ Լսել է, որ Ռուսաստանը հայկական արտադրանքը չի ընդունում իբրև վատ որակի պատճառով։ Զարմանում է իր այգու ծառերի ծիրանները եւ նախկինում եւ հիմա նույնն են։ Հնարավոր չի։ Սուտ են ասում, ներքինն է ինչ-որ կռիվա, ներքին ինչ-որ բաներ է, հա, հաստատ։ Արարատյան դաշտի բերքի նման բերք գոյություն չունի աշխարհում։ Մենք միշտ էլ կապերի մեջ ենք եղել, միշտ էլ առևտուր ենք արել, միշտ էլ որակով եղավ, այսօր եկավ էլ անորակ։ Ինչ եղավ։ Դեմ չեն գյուղացիները, որ իրենց այգու բերքի որակը հատուկ մասնագետները ստուգեն, համոզված են վատ միրգ կամ բանջարեղեն իրենց մոտ հաստատ չեն գտնի։ Թողան ստուգեն, յոտե գիտեն ժողովրդի ձևը, որակի չի կարող խնդիր ունի։ Մեկ ես լավ ապրանք եմ տալի, չգիտեմ։ Թուգա ստուգի, թուգա ծառի վրա լիքը, թուգա ստուգի։ Դες բան չի էլի, որ ստուգողը գասենք, մտնի իմ հայատ, իմ ասի սենց է, ոնց չի, ինչ չի, խոսքի մի հատ թութը վերցնի նայտեն այդ թութը ոնց է, չկա տես բան։ Հայկական բարիքները Եվրոպա արտահանելու մասին էլ են լսել Արմաշում, գիտեն նաև եվրոպական խիստ ստանդարտների մասին։ Մեր տարածքի ծիրանը, աղջիկ ջան, չի հասնի Ֆրանսիա, ոչ թե չեն տանի, չի հասնի ինձ։ Տանողի վրա մնա աղջիկ ջան, պետությունը որակավորել։ Չի կարելի։ Տարեցկինը խորհուրդ է տալիս հատուկ լաբորատորիաներ ստեղծել, ստուգել արտահանվող ապրանքի որակը նախքան արտահանումը։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։